40 երկրների ներկայացուցիչներ։ Իրանը հնարավորություն ունի 12 օրում արտադրել նյութ, որն անհրաժեշտ է ատոմային ռումբ ստեղծելու համար, ասել է Ամերիկայի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը։ Նա նշել է, որ միջուկային գործարքին վերադառնալը նախկինի պես բոլոր տարբերակներից լավագույնն է։ Միառժամանակ հավելել գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հարցն առայժմ հետաձգվել է։ Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի 5 շրջանում։ Գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Տուապսեի նավթի պահեստում պայթուն է տեղի ունեցել։ Մեկ այլ սարք էլ ընկել է Ադիգեայում։ Երեքշաբթի առավոտյան տեղեկություն է հայտնվել, որ անօդաչու թռչող սարք է ընկել նաև Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանի գազի կոմպրեսորային կայանի մոտ։ Զոհեր չկան, բայց կան ավերածություններ։ Անօդաչու թռչող սարքերով այս հարձակումը ռուսական տարածքի վրա ամենազանգվածայինն էր Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդլյակը պնդում է, որ Կիևն առնչություն չունի Ռուսաստանի դեմ այս հարձակումների հետ։ Չինաստանի ազգային մերձցամաքային նավթային կորպորացիան Բոհայի ծոցում հայտնաբերել է նավթի խոշոր հանքավայր, որի պաշարները կազմում են 100 միլիոն տոննա նավթահումք։ Ըստ նախնական գնահատականների հանքավայրի հորանցքը կարող է օրական 2040 բարել նավթահումք արդյունահանել։